Այսօր մայրենի լեզվի օրն է, ամսաթիվ, որը սահմանվել է 1978 թվականի իրադարձությունները նշելու համար։ 48 տարի առաջ բողոքով ելույթը պահպանեց վրացերեն լեզվի կարգավիճակը որպես պետական լեզու։ Ամեն ինչ սկսվեց 1978 թվականի մարտի 24-ին, երբ կոմունիստ թերթում հրապարակվեց Վրաստանի Սոցիալիստական Հանրապետության Սահմանադրության նոր հրատարակությունը։ Ըստ նոր նորմի խորհրդային Վրաստանի պետական լեզուն վրացերենի փոխարեն պետք է լիներ ռուսերենը։ Լեզուն պաշտպանելու համար փողոց առաջինը դուրս եկան Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական մասնաճյուղի ուսանողները։ Բողոքի լիցքը շուտով տարածվեց ամբողջ քաղաքով։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույց էին անցկացնում կառավարության շենքի մոտ։ Պայքարը արդյունք տվեց, Կրեմլը փոխեց որոշումը։ Ճիշտ 48 տարի առաջ այս օրը Էդուարդ Շևարդնաձեն Գերագույն խորհրդի դահլիճում հայտարարեց, որ վրացերեն լեզուն կպահպանի պետական լեզվի կարգավիճակը։ Մայրենի լեզվի օրը Վրաստանում նշվում է 1990 թվականից։ Դրամաշնորհների մասին օրենքում փոփոխություններն այսօր կքննարկվեն առաջին ընթերցմամբ լիագումար նիստում։ Ըստ օրինագծի դրամաշնորհ չի համարվի այն ֆինանսավորումը, որը տրամադրվում է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, եթե այն ուղղված է կամ կարող է ուղղվել այնպիսի գործունեության, որը բխում է օտար երկրի իշխանությունների կամ օտար քաղաքական կուսակցության շահերից։ Առաջին ընթերցմամբ կոմիտեի քննարկման ժամանակ Իրավաբանական կոմիտեի նախագահը պարզաբանել է, որ եթե դեսպանությունը ցանկանա դրամաշնորհ տրամադրել Վրաստանի քաղաքացուն, ֆիզիկական կամ իրավաբանական անձին, դրա համար կրկին անհրաժեշտ կլինի համաձայնություն Վրաստանի կառավարության հետ։ Պատրաստված փոփոխություններն օրենսդրական մարմինը կքննարկի արագացված կարգով։ Ազգային բանկի նախագահը և ֆինանսների նախարարը կհանդիպեն ամերիկյան ներդրումային ընկերությունների JP Morgan-ի և Ամերիկայի բանկի ներդրողների հետ, որոնց կծանոթացնեն Վրաստանի ներդրումային ներուժի հետ։ Նաթիա Թուրնավան կմասնակցի նաև կենտրոնական բանկերի ղեկավարների կլոր սեղանին, որի այս տարվա թեման է կենտրոնական բանկերի դերը հետմոդեռնիստական դարաշրջանում։ Նաև դեմառդեմ հանդիպում կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների կենտրոնական բանկի ղեկավարի հետ, որի հետ կքննարկի երկու երկրների ազգային բանկերի միջև ապագա համագործակցության հնարավորությունները։ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդը Վրաստանի վերաբերյալ առաջին մեկնաբանությունն է անում։ Ռուսթավի 2 հեռուստաընկերության հարցին, թե ինչպես կզարգանան հարաբերությունները երկու երկրների միջև, Պետեր Մադիարը պատասխանել է, որ կշարունակի լավ հարաբերությունները Վրաստանի հետ։ Նա նաև ցանկություն է հայտնել այցելել Թբիլիսի։ Ինչպես կզարգանան վրաց-հունգարական հարաբերությունները, հարցը գնահատում են քաղաքական սպեկտրում։ ԱՄՆ-ի փոխնախագահի հայտարարությամբ նրանք աջակցում էին Վիկտոր Օրբանին, որովհետև նա այն քիչ թվաքանակով ցուցակի առաջնորդներից մեկն է, որոնք հակադրվում են Բրյուսելի բյուրոկրատիային։ Այս մասին Ջեյ Դի Վենսը հայտարարել է Fox News-ի եթերում։ Հաղորդավարը Վենսին հարցրել է. արդյոք արժեր մեկնել Բուդապեշտ և աջակցել Օրբանին նախքան ընտրությունները, հաշվի առնելով նրա պարտությունը և այն փաստը, որ նա Եվրոպայում մեկն է այն փոքր մասից, որոնք աջակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Փոխնախագահը իր այցը Բուդապեշտ ճիշտ է կոչել և նշել, որ Օրբանին աջակցելը չէր վերաբերում ոչ Ռուսաստանին, ոչ էլ Եվրոպային։ Իրանի հետ հնարավոր երկրորդ հանդիպման մանրամասների շուրջ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ներկայացուցիչները ներքին քննարկումներ են վարում։ Այս մասին գրում է CNN-ը հղում անելով աղբյուրներին։ Լրատվամիջոցների տեղեկացմամբ դեռևս հայտնի չէ իսկապես տեղի կունենա հանդիպումը թե ոչ, սակայն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն սկսում են նախապատրաստվել։ Եթե գործն այս ուղղությամբ ընթանա, մեզ անհրաժեշտ կլինի արագ արձագանք, հայտնել է աղբյուրներից մեկը CNN-ին։ Նրանց տեղեկացմամբ Թրամփի վարչակազմն այս փուլում քննարկում է հանդիպման հնարավոր ամսաթվերը, վայրը և միջնորդներին։ Իսրայելի վարչապետը հայտարարում է, որ այսօր Եվրոպան հիվանդացել է խոր բարոյական թուլությամբ։ Այս մասին Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Հոլոքոստի հիշատակի օրվա արարողության ժամանակ խոսքով ելույթում։ Նրա խոսքով Եվրոպան կորցնում է վերահսկողությունը իր ինքնության, արժեքների և պատասխանատվության նկատմամբ, պաշտպանելու քաղաքակրթությունը բարբարոսությունից։
Դոնալդ Թրամփը չի պատրաստվում ներողություն խնդրել Հռոմի պապից։ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ պապը շատ թույլ է հանցավորության եւ այլ հարցերի նկատմամբ։ Ներողություն խնդրելու ոչինչ չունեմ, որովհետեւ նա սխալ է, հայտարարել է Թրամփը։ Տեղեկության համար ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ Հռոմի պապը հանցավորության դեմ թույլ է, իսկ արտաքին քաղաքականության մեջ սարսափելի։ Նրա խոսքով չի ցանկանում պապ, որը քննադատում է նահանգների նախագահին։ Այս հայտարարությանը պատասխանել է հենց պապը, ասելով, որ չի վախենում նահանգների նախագահի վարչակազմից եւ կշարունակի ակտիվորեն հանդես գալ պատերազմի դեմ։ Լիբանանի եւ Իսրայելի միջև ուղիղ բանակցություններին ներկա կգտնվի նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այս մասին հայտարարել է պետվարչության ներկայացուցիչը։ Պատվիրակության կազմում կլինեն նաեւ Լիբանանում ԱՄՆ-ի դեսպան Միշել Իսան եւ պետվարչության խորհրդական Մայքլ Նիթեմը։ Բանակցությունները կկայանան պետվարչության շենքում։ Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակություններին համապատասխանաբար կղեկավարեն նրանց դեսպանները։ Վրաց լեզվի օրվա կապակցությամբ պետական նախարարը հանդիպել է Սամսխե Ջավախքի համալսարանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների հետ։ Թեա Ախվլեդյանին ընդգծել է այսօրվա պատմական նշանակությունը եւ ուշադրություն դարձրել Վրաստանի մշակութային եւ լեզվական բազմազան հասարակությունում պետական լեզվի իմացության կարեւորությանը։ Միջոցառման շրջանակներում նշվել է Սամսխե Ջավախեթի համալսարանի 1+4 վրացերեն լեզվի նախապատրաստական ծրագրի ղեկավար Նաթելա Բերիձեի բազմամյա վաստակը։ Նաեւ խորհրդանշական նվերներ են փոխանցվել այն ուսանողներին, որոնք հաջողությամբ ավարտել են վրացերենի նախապատրաստական դասընթացը։ Այցի շրջանակներում պետական նախարարը նաև աշխատանքային հանդիպում է ունեցել Սամսխե Ջավախքի տարածաշրջանի պետական լիազորի վարչակազմի եւ էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված համայնքապետարանների նորանշանակ քաղաքապետերի հետ։